Ողջ աշխարհը առաջանում է հակադրություններից, որի փոխանակության հավերժական շարժումը պահպանում է գոյության իմաստը։ Կրակի մահը օդի ծնունդն է, օդի մահը ջրի ծնունդն է։ Հողի մահից ծնվում է ջուրը, ջրի մահից ծնվում է օդը, օդի մահից կրակը և ընդհակառակը, որը անվերջ շարունակվում է։ Փոփոխությունը կազմում է անփոփոխ իրականության մասը։ Հակադրություններից է առաջանում ներդաշնակության ձգտումը, որը պետք է զուրկ լինի հոգեկան խանգարումներից։ Ներդաշնակության հասնելը բարությունն է, անարդարություն չգործելու ցանկությունը։ Չարիքը և դժբախտությունը հանդիպում են անհրաժեշտ գիտելիքի պակասից։ Գիտելիքը և բարությունը անբաժանելի են, քանի որ ոչ ոք գիտակցաբար չարություն չի գործում, այլ միայն տգիտության պատճառով։ Տգիտությունը ինքդ քեզ չճանաչելու արդյունքն է։ Առանց ինքնաճանաչման չի կարող լինել ներդաշնակություն։ Ինքնաճանաչելու ճանապարհին հարկավոր է նվազագույնի հասցնել նյութական պահանջմունքները, քանի որ նյութական բարիքներին ձգտելու ճանապարհին առաջանում է խարդախության ցանկությունը։ Առհասարակ հաճույքի ցանկությունները ստիպում են իրենց ձեռքում մնալ ստրկացված կարգավիճակում։ Սակայն հաճույքի հանդեպ արհամարհանքը սովորության միջոցով դառնում է գերագույն հաճույք։